Մենք վերադարձանք եւ ժամանակն է ներկայացնելու մեր առաջին հյուրին։ Մեր տաղավարում է արդեն այսօրվա մեր հյուրը՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Ամառվան ընթരാճ խոսենք ներգնա տուրիզմից, այս տարվա հնարավորություններից։ Աշխարհում իրավիճակն այսպիսինն է, որ Հայաստանն իսկապես կարող է հետաքրքիր տուրիզմի նոր ճյուղ դառնալ շատ շատերի համար։ Խոսենք մեր հյուրի հետ եւ պարզենք, թե ինչ է սպասվում այս ամառ մեզ։ Բարև ձեզ, բարի լույս։ Երևի թե, չգիտեմ, շատ թրենդային թեմայից սկսենք, երբ որ Վիզեյրը անցկացրեց, այսպես ասած, գաղտնի ճանապարհորդական տուր եւ գաղտնի ուղղություն այս անգամ Հայաստանն էր։ Ես նայում էի թե TikTok-յան հարթակում, թե Instagram-յան հարթակում, նախ հայտնի բլոգերներ կային, թե ոնց էին արձագանքում Հայաստան, որ չեն լսել նախկինում Հայաստանի մասին։ Այ այսպիսի միջոցառումները կամ այսպիսի բաները որքանով են նպաստում Հայաստանի, ներգնա տուրիզմին իհարկե կանդրադառնանք, չնայած ներգնա տուրիզմի վրա էլ է ազդում, որովհետև որովհետև ես երբ որ տեսնում եմ, դուք երևի ներքինի հետ եք, որ ասում եք ներսում։ Սա հենց ներգնայի համար է։ Այո, ինչքանով է սա ազդում դրական տեսանկյունից։ Դրական ազդեցություն է ունենում, դրանով ըստ էության հատկապես բրիտանական շուկայի ներուղված եւ բրիտանական շուկայում Հայաստանը մեկ անգամ եւս այսպես լայն թափով ներկայացվեց, խթանվեց, գովազդվեց, որտեղ կային արդեն հրապարակումներ, 2 օր առաջվա տվյալներով արդեն 36 միլիոն դիտում ուներ, հիմա ավելի շատ կլինի, այն մնացածները էլի միլիոններ կամ 100,000-ներ։ Իսկ ինչ արձագանքներ կան, որ ենթադրենք մարդիկ ուզում են գալ Հայաստան։ Կա ինչ-որ որոշակի տվյալներ, որ ենթադրենք հենց այս հայտնի բլոգերների այդ բոլոր փոստերից կամ ստորիներից հետո ինչ-որ որոշակի տվյալներ կան։ Արդեն կգան եւ նման փորձ կա, իհարկե Վիզերը արդեն հունիսից ուղիղ չվերթները, չէ, սկսում Հայաստան եւ դրա հետ կապված էլ այս գովազդարշավը իրականացվեց զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությամբ, իհարկե շատ այս գործին աջակցեց նաեւ Երևանի քաղաքապետարանը, մասնավոր հատվածի գործընկերները, նաև մեր հայտնի նաև եւ կոնյակի գործարանը եւ այլ բիզնեսներ, իհարկե Տուրիզմի հայկական ֆեդերացիան նույնպես իր համեստ մասնակցությունը ունեցավ այդ գործընթացին եւ իրականում շատ տպավորիչ էր ու հուսանք, որ այդ կարևոր շուկան մեզ համար արդեն շատ հասանելի է եւ Բրիտանիայից նույնպես ունեինք, նույնպես չէր, որ ընդհանրապես չենք ունեցել Մեծ Բրիտանիայից այցելություններ, բայց կարծում եմ, որ շատ կակտիվանա։ Պարոն Մեխակյան, եթե փորձենք խոսել ներգնա, պարոն Ապրեսյան, ներողություն, եթե խոսենք տուրիզմից, ներգնա տուրիզմից, ինչ իրավիճակ է հիմա եւ ինչ առաջխաղացումներ ունենք։ Այս տարի առաջին եռամսյակում մենք 17.2% աճ ենք ունեցել, շուրջ 400 մի փոքր ավելի, քան 453,000 ներգնա զբոսաշրջանային այցելություն ենք ունեցել։ Որ ուղղություններն են ամենահայտնիները, նորից այն նույն ուղղությունները, ինչ մենք գիտենք, թե Հայաստանում, դե Հայաստանում մեր իմացածից բացի գնալով ավելի ընդլայնվում են ուղղությունները, մենք սկսում ենք ավելի շատ ու ավելի արդյունավետ մեր ռեսուրսներն օգտագործել, մեր զբոսաշրջանային արդյունքը գնալով ավելի բազմազանեցվում է, դիվերսիֆիկացվում է եւ դրանով պայմանավորված նաեւ շուկաներն են դիվերսիֆիկացվում, ինչ շատ կարեւոր է, հենց մենք ոլորտի խնդիրներից մեկը, քաղաքականության խնդիրներից մեկը շուկա եւ պրոդուկտը դիվերսիֆիկացնելն է եւ նաեւ շուկաները եւ կախվածություն չունենալը 1-2 շուկաներից եւ դա կարծես իր արդյունքը տալիս է։ Արդեն տեսնում եք իմիջիայլոց ոչ միայն Լոնդոն թռիչքներն էր, վերջերս արդեն տեսանք, որ նույն Վիզերը շատ տարբեր ուղղություններով, տարբեր երկրներ եւ նույն երկրում նաեւ մի քանի քաղաքներ այդ ուղղություններով արդեն չվերթներ է բացում եւ ոչ միայն Վիզերը, շատ այլ ավիաընկերություններ, այսօր մենք արդեն 80 եւ ավելի ուղղություններով ուղիղ չվերթներով կապեր ունենք եւ դա շատ լավ է, բայց իհարկե դրանով բավարարվել պետք չի կարելի, պետք է շարունակել
աշխատել, առաջ գնալ։ Կան Հայաստանում վայրեր, որոնք օրինակ բավականաչափ PR արված չեն զբոսաշրջիկների համար, բայց անարդարացիորեն, օրինակ կարելի է մի քիչ ավելի շատ ուշադրություն դարձնել այդ հատվածների վրա, որովհետև այդ հատվածները ունեն բավականին շատ ներուժ։ Կան, իհարկե կան, եւ ընդհանրապես Հայաստանը դեռևս բավականաչափ PR արված չի ամբողջ աշխարհում։ Իհարկե գնալով ավելի ճանաչելի են դառնում, բայց դա դեռևս բավարար չէ եւ Հայաստանում նույնպես կան նման վայրեր, որոնք որ ավելի քիչ են ներկայացված, ավելի ամբողջ ակտիվությամբ ներգրավված չեն զբոսաշրջային երթուղիներում։ Այստեղ մի երկու կարևոր հարց կար, որ այսինքն երկու հարցով պետք է նաև դիմենք մեր գործընկերներին, հատկապես եվրոպական գործընկերներին, ամերիկյան, մեկը որ նույնիսկ PR արված լինելու պայմաններում այսօր ցավոք դեռևս Հայաստանը մնում է եվրոպական, ամերիկյան, նաև ճապոնական շուկաներում իրենց արտգործնախարարությունների պաշտոնական ինտերնետային կայքերում դեռևս կարմիր եզրագծերով է ներկայացված Հայաստանի հատկապես մի քանի մարզեր, հա, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերը, ոչ այնքան անվտանգ լինելու առումով եւ որքան էլ PR արված լինի, հատկապես կազմակերպված զբոսաշրջության համար, ինչը շատ կարեւոր է, դա խիստ բացասական ազդեցություն է ունենում, շատ ավելի զգուշավոր են լինում մեր գործընկեր զբոսաշրջային ընկերությունները օտարերկրյա չնայած իրականությունն այլ է, իրականությունության մեջ մենք տարածաշրջանում եւ աշխարհում անընդհատ տարբեր հեղինակավոր պարբերականներով ներկայացվում ենք ամենաանվտանգ, ամենաապահով, ամենագրավիչ երկրներից, բայց այս պարադոքսը կա, պետական, պաշտոնական կայքեջերում դեռևս այդպես ենք ներկայացվում։ Այս խնդիրը ես կուզեի ձեր հեղինակավոր եթերից օգտվելով մեր խնդրանքն ուղղենք մեր գործընկերներին, այդ գործընկեր երկրներին, նրանց իրավասու մարմիններին, որպեսզի վերանայեն այս խնդիրը եւ Հայաստանը ներկայացնեն այնպես ինչպես որ կա, արդեն այդ կարմիր գծերը հանեն։ Մյուսն էլ արդեն խոսեցինք չվերթներից տարբեր ուղղություններով եւ շատ եվրոպական ուղղություններով, իսկ հյուր փոխադարձ են գնում, այդ չվերթները մի ուղղությամբ պետք է աշխատեն, մեր քաղաքացիները, մեր հարգարժան քաղաքացիները նույնպես պետք է ունենան հնարավորություն արժանավայել հանգիստ ունենալու արտերկրում, այդ թվում եվրոպական երկրներում եւ ցավոք դեռևս այդ երկրներ, եվրոպական երկրներ վիզայի ստանալու խնդիրը մնում է դեռևս խնդիր, սկսած փաստաթղթերը ներկայացնելու համար հանդիպման նշանակման օրվանից։ Մի շատ կարևոր բան, որ զբոսաշրջությունը չպետք է սկսի դեսպանատան կամ վիզա կենտրոնի առաջ հերթ կանգնելուց։ Իսկապես Թակառակը այդ բոլոր երկրների նկատմամբ մենք մեր սրտերը եւ դռները բացել ենք եւ գործում է այդ երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմ եւ մի շատ լավ բան, որ շատ արագ դինամիկ գործընթացում է վիզաների ազատականացման գործընթացը Եվրոպայի հետ։ Դա շատ լավ է, բայց մինչ այդ նույնպես պետք է հարգանքով վերաբերել մեր պատվարժան ժողովրդին եւ այդ խոչընդոտները վերացնել, թեկուզ ավելացնել, ոչ թե թեկուզ, այլ ավելացնել դեսպանատներում, վիզա կենտրոններում աշխատակիցների քանակը, թողունակությունն ավելացնել եւ հերթեր չգոյացնել։ Դրանով փոխադարձ հարգանք ցուցաբերել մեր ժողովրդի նկատմամբ։ Բայց այդ կարմիր գծերի հետ կապված
պետությունը կարող է ինչ-որ հայտ ներկայացնել կամ ինչ-որ ապացույց ներկայացնել, օրինակ արտգործնախարարությունը, որ մենք խաղաղ ենք, մարդիկ է կարող է տեղափոխվում են։ ներկայացնում է, այս հարցը մենք երկար ժամանակ է ինչ քննարկում ենք, բարձրացնում ենք, այս երկու հարցն էլ եւ արտգործնախարարության մակարդակով, մասնավոր մակարդակով, պետություն մասնավոր համագործակցության շրջանակներում այս հարցը միշտ օրակարգային է, հուսանք մոտ ապագայում լուծում կստանա։ Հա, Եթե նայում ենք, որ երկրներից են ավելի շատ այցելում Հայաստան, ապա այն top 3-ը որոնք են։ Առաջին տեղում դեռևս Ռուսաստանն է, չնայած կրկնում եմ դիվերսիֆիկացվում է շուկաները եւ արդեն առաջ են գալիս նաեւ այլ երկրներ եւ նրանց մասնաբաժնի առումով արդեն փոփոխություններ է տեղի ունենում։ Այնուամենայնիվ առաջին այս երամսյակի տվյալներով մոտ 39% այցելությունների Ռուսաստանից է, հետո գալիս է Վրաստանը, հետո Եվրոպան ամբողջությամբ վերցրած, առանձին երկրները մեծ չի մասնաբաժինները, բայց ամբողջությամբ Եվրոպան, հետո Իրանը, Միացյալ Նահանգներ, արդեն այլ երկրներ, ծոցի երկրներն են բավականին հետաքրքրություն ցուցաբերում արդեն տարիներ այդ դինամիկան կա ծոցի արաբական երկրներից հեռավոր արևելյան երկրներ շատ լավ համագործակցություն ենք սկսել Չինաստանի հետ։ Դա է ուզում ասել։ Երեք շարաչորն եմ տեսել, բավականին մեծ խումբ չինացիների եւ ըստ երևույթին ավելի թոշակառու մարդիկ, պապիկներ ու տատիկներ, բայց բավականին մեծ խումբ, գիդով այսպես շրջում էին ամբողջ քաղաքով, շատ հետաքրքիր ու երևի թե 60 հոգանոց այսպես խումբ կլիներ։ Հետաքրքիր էր շատ չինացիներին տեսնել Հայաստանում այդքան հետաքրքրված աչուձախ նայելով։ Այո, բավականին մեծ հետաքրքրություն կա Հայաստանում Չինաստանի դեսպանության հետ շատ այսպես ակտիվ համագործակցում ենք, դա նույնպես նպաստում է այդ գործընթացին եւ ընդհանրապես չինական ընկերությունների հետ ֆեդերացիան այս տարի, անցած տարի դեկտեմբերին, նոյեմբերի վերջ, դեկտեմբեր մասնակցել է դեկտեմբերին էր կարծես մասնակցել ենք Չինաստանում զբոսաշրջային ցուցահանդեսի եւ ճանաչողական այցի Հայնան կղզում բավականին մեծ ցուցահանդես էր եւ այնտեղ նույնպես շատ գործարար կապեր եղան туриզմի այդքան ֆեդերացիայի եւ չինական շատ կազմակերպությունների միջև այդ ուղղությամբ նույնպես ակտիվ աշխատանքներ են տարվում իհարկե Ճապոնիան մնում է մեր նաև կարևոր շուկաներից կորոնավիրուսից հետո արդեն վերջերս սկսեց կամաց վերագործարկվել, վերականգնվել այդ շուկան, բայց այլ երկրներ նույնպես հեռավոր արևելյան երկրներից Ֆիլիպիններ, Կորեա, այլ երկրներից նույնպես հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ, լատինաամերիկյան երկրներից է հետաքրքրությունը Իհարկե Ռուսաստանում ակտիվանում են նաև տարածք ռեգիոնները, ոչ միայն Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, այլ նաև տարբեր ռեգիոններից, պես որ կարծես թե վատ չի։ Սրանով բավարարվել չի կարելի, մենք նախորդ մի փոքր ժամանակահատվածում անցած տարվա ցուցանիշը մի փոքր հետ գնանք շուկան մեզ խիստ զգուշացում տվեց մենք կարծես թե մեզ մոտ գնաճը գերազանցում է բոլոր նորմերը, անհարկի թանկացումներ ունենք զբոսաշրջային արդյունքի, սա իր բացասական ազդեցությունը կարող է ունենալ, դրա մասին մեզ շուկան զգուշացում տվեց եւ դա պետք է հաշվի առնել եւ այստեղ նույնպես կառավարելի է թե ոչ։ Ուղիղ այսպես վարչական լծակներով ոչ, նույնիսկ չի կարելի, բայց արդյունավետ քաղաքականությամբ, հարկաբյուջետային քաղաքականությամբ, նաև առաջարկ, ներդրումային ակտիվություն ձևավորելով, առաջարկն ավելացնելով, նման ձևերով իհարկե կարելի է կառավարել եւ այդ ուղղությամբ մենք առաջարկություն ունենք, այդ առաջարկությունը քննարկվում է, մի շատ կարեւոր նախագիծ ենք ներկայացրել ներգնաց զբոսաշրջային փաթեթների
իրացման նկատմամբ ավելացված արժեքի արկի զորական դրույքաչափ կիրառելու ուղղությամբ, ինչը օրինակ մեր հարևան Վրաստանը 2011 թվականից կիրառում է, եւ այստեղ ինքը տարածաշրջանային համագործակցության եւ մրցունակության առումով զգալիորեն առաջ է մեզանից, եւ այս առումով մենք այս առաջարկությունները ներկայացրել ենք ի պատիվ իրենց էկոնոմիկայի նախարարությունը, զբոսաշրջության կոմիտեն դա անցկալել են, ընդունել են, արդեն շրջանառվում է նախագիծը, ազգային ժողովում նույնպես ունենք ըստ էության ընկալում, դրական ընկալում եւ համաձայնություն։ Հիմա արդեն քննարկվում է վերջնական ֆինանսների նախարարության հետ, ՊԵԿ-ի հետ, կարծես թե այնտեղից նույնպես արդեն սկզբունքային համաձայնություն ունենք եւ շատ մեծ հույս ունենք, որ այս նախագիծը արդեն կընդունվի եւ սա լուրջ խթան կհանդիսանա զբոսաշրջության ոլորտի համար, հայկական զբոսաշրջային արդյունքի համաշխարհային շուկայում մրցունակության ամրապնդման ու բարձրացման համար, ընդհանրապես նաև նպաստելու է շատ խնդիրների լուծմանը, ինչպես նշեցի, կարևորներից մեկը տարածաշրջանային մրցունակության մասին է խոսքը եւ տարածաշրջանային համագործակցության շրջանակներում մեր դերի բարձրացման մասին է խոսքը։ Բացի դրանից սա նպաստելու է նաև մեր մշակութային ժառանգության պահպանությանը, զարգացմանը, հարահռչակմանը, մշակութային եւ տեղեկատվական անվտանգության նաև ապահովմանը։ Շատ կարևոր մի գործընթացում ենք նաև ապաշրջափակման ուղղված ջանքեր են գործադրվում, ապաշրջափակումը պետք է լինի ըստ մեզ կառավարելի եւ սա էապես նպաստելու է նաև այդ ապաշրջափակման արդյունավետ կառավարման գործընթացին։ Շատ լավ, շնորհակալություն, ինֆորմատիվ էր բավականին, հատկապես այն մարդկանց համար, որ սիրում են ճանապարհորդեն եւ վիզաների թեման ինձ էսպես շատ լավ առաջիկայում փառատոններ ունենք, գինու օրերից խոսեցիք, բայց չմոռանանք անպայման նշել, որ օգոստոսի 10-ին օրը չի փոխվում, վայրը չի փոխվում, Սիսիան քաղաքում լինելու է արդեն 5-րդ տարին անընդմեջ հայ-իրանական Նավասարդ խոհանոցային մշակութային փառատոնը։ Հրաշալի, շնորհակալ ենք շատ, հիշեցնենք, որ հյուրընկալել էինք Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանին, իսկ այս պահին առաջարկում եմ գնանք դիտենք գովազդ, վերադառնանք եւ շարունակենք։